Այվ տղեկի պահանջով եթեր եմ մտել, խնդիրն ինչու՞մ է կայանում, որ օնլայն տաքսի ծառայությունները որ կան, Yandex, Jiji եւ մնացածը չարիք են դարձել մեր հայրենակիցների, մեր վարորդների գլխին։ Խնդիրը կայանում է նրանում, որ մի հատ 16.5%, մի արդեն 17 է դարել Yandex-ն է մարդկանց տուգանել եմ ասում, որովհետեւ դա ռեկետ է իմ գնահատմամբ, չի կարելի մարդկանց այդ ձևով թալանել, դա թալան է իմ գնահատմամբ, որից հետո կան տաքսո պարկեր, ովքեր անհասկանալի 1-ից մինչև 4.5% իրանք են գումար վերցնում, վերջում էլ պետությունն ասում է, եթե կանխիկ ես աշխատում 5%, անկանխիկ 4%, պիտի քեզ հարկեմ։ Դրա դիմաց վարորդները ստանում են ինչ, ոչինչ, 0, որովհետև նրանք չեն դառնում գրանցված աշխատող, հետագայում թոշակ չեն ստանում այս մարդիկ նույն ձևով առողջության համապարփակ ապահովագրության այդ փաթեթից չեն օգտվում, հիվանդանում են, գնում են, վճարում են, բայց ստացվում է, որ այս մարդիկ մի հատ ամսվա կտրվածքով, եթե 300,000 դրամ իրանք եկամուտ պիտի ստանան, 15,000 պետությանը մի հատ առանձին են վճարում, թվացյալ Yandex-ն ասում է 25% ես եմ վճարում, 20% NDS-ում մնացածը, այսինքն այս պարագայում ստացվում է մոտարապես մի 60,000 ընդ են վճարում, ու այս մարդիկ դիմաց այդ իրանց ստեղծած բարիքի դիմաց ոչինչ առ ոչինչ չեն ստանում։ Ուրեմն տեսեք, այսօր այստեղ հավաքվել են շատ վարորդներ, ես այս փուլով մի խնդիր ունեմ, իրանց ձայնը բարձրացնել ու հետևողական լինենք, որ իրենց հարցը լուծվի։ Իմ առաջարկությունն եղել է հետևյալը, որ պիտի Yandex-ը իր տոկոսադրույքը անհասկանալի իջացնի, գեր-շահույթ չստանա, ուղղակի չստանա, պետությունը հաջորդիվ պետք է այս մեր ընկերներին, մեր համաքաղաքացիներին որպես հարկ վճարող քաղաքացիներ, հերոս հարկատուներ դառնան գրանցված աշխատող եւ կենսաթոշակ ստանան եւ հաջորդը որ կա, այս մարդիկ որ օրեկան նվազագույնը 10 ժամ աշխատում են, բայց իրանց առողջության համար պատասխան տվող նովա լինելու Շատ հստակ եմ ասում։ Մարդիկ կան նույնիսկ 16 ժամ իրանք աշխատում են։ 10 օրվա մեջ քանի հատ ավտոպագրիչ կատարակցել։ Մի հատ հարց ուզում եմ տամ, էլի։ Քանի հատ պագրիչ։ Քանի հատ խոսքներ։ Մի հատ այս հատուկ Աբրյանի համար Էլա զաշիտները ջարտած եկել են, զաշիտները ջարտած եկել կանել են։ Ուրեմն բայց որ գույքը արկը չվճարես կբռնեն կտու գանես։ Ուրեմն ու ինձի հետաքրքիր է, խիա օպելի բանը հարկը շատ։ նայեք, ժողովուրդ, նայեք մի հատ բանա, խնդրում եմ Վտանգավոր ավտո եք համարվում օպելինը։ Համաձայնեք դուք որ այս էդի ձևակերպումը տամ, վաղը կտամ ձեզ, դուք կարդացեք, եթե նորմալ է, մաքսիմում շատ, 500 Մեծ րոպե հետո է կապի մեջ։ Տղեկը կապի մեջ է, Համարում եմ ես։ Մենք քո կողքը դու էլ մեր կողքը, մեռնեմ կակիտ, առաջ օրը չենք տնեմ քեզի։ Ամեն ինչի համար պարկեմ ես, գրագետ կրթված մարդ ես, ախպեր։ Պետք է մենք էլ ենք, այնպես որ շոֆեր են կրթված չենք։ Քանի լեզվով ուզում ես խոսանք, բացատրենք ախպեր, որ դեբիլներին հասնի։ Այս երկրի ողնաշարը աշխատող մարդն մենք ենք, ախպեր։ Իհարկե, ու գիտեք նայեք ժողովուրդ, այսօր 100,000 Yandex-ում օնլայն տիրույթում գրանցված վարորդներ կան, 30,000-ը մինիմում մշտական ամեն օր աշխատանքի են դուրս գալիս։ Ձերպես մարդիկ են ժողովուրդ հասկանում։ Ես իմ քանի միլիարդ փող եմ ուծում։ Մի հատ ուզում եմ այս սան հատուկ ուշադրություն դարձնել, որ այս մեր ընկերը 21,000 ավտոմեքենա է քշել, մոտ 5,000 դրամ իր մոտ հարկ է ձևավորվել։ 5,000, իսկին հարկ չէ, 5,000 դրամ Իրանից միշտոտա վճար են վերցրել։ Շատ բանը, զաշիտները ջարտած եկել կանել։ Հա։ Ժորժ ջան, այս առանց դու խոսա։ Ժորդ միացեք, տաքսու հավաքնենա, օնլայն տաքսիները։ Հիմա մի հատ հարց եմ տալու։ Ասեք, բանը դրել են կախիկից 4%, անկախիկից 5%, այդ ինչի համար, որ Ստիպեն անկախիկ, հա։ Հիմա ես կլետեմ այս մարդը տաքսի շոֆերն է։ Հիմա նայ, ես պատերը տալիս եմ, ինձի չէ՞ պիտի ստիպես, որ ես կախիկ չտամ, անկախիկ տամ, ճիշտ է։ Հիմա բանը դրել ես տոկոսը 4 ու 5։ Հիմա ես տալիս եմ այս մարդուն կանխիկ կամ անկախիկ։ Հիմա ինչի է այս մարդու փողի վրա է դասում, ինչի իմ փողի վրա չի հավատ տանեմ, դու ճիշտ ես ասում, ախր հենց նոր ինքը որ խոսում է դրա համար։ Դատարկ գլխով մի քանի օգին դե թեփ գլուխները թեփ լցած
բանը նստել են որոշել են։ Դա այդ որոշողի։ Ես չգիտեմ դուք կարաք չէ՞ ճիշտ է գովայդի որոշը, չէ՞։ Աղուի ասում եմ։ Բարշյովա։ Քեփն ազգային Քապն իր ղեկավարության տակ է, բան չասի, ես իրա քապին չեմ պաշտպանում, քապն Եթե լավ էլի խորն է։ Չէ, կոնկրետ որ հիմնարկի, որ աշխատողը։ Որտեղ որ ԿՊ ասես, ապետի կցածի բազաները գնա։ Այդտեղ տարածքային կառավարման նախարարությունն է բերել ներկայացրել։ Այ իրան։ Իրանք է բերել, կասա։ Իրանք բերել են դու ազգային ժողովի Մարդի ինչ կապ ունի, ես իրանք կախիկ են տա։ Սրոպ ջան, առաջինը պետքա տոկոսն իշվի։ Երկրորդը, եթե անկանխիկ գնում ես դու հասնում ես ինչ-որ գործողություն ես անում, դրա համար չես վճարվում, պետքա վճարվես։ Երրորդը, դու պետքա հնարավորություն ունենաս ընտրելու։ Կանխիկ գնաս թե անկանխիկ գնաս։ Կարող է դիքո վերջի գումարն է, դու կարող ես գազ լցես, քարտով գալիս է, քեզ ինչ ես անել։ Ուրեմն ոստիկանապետը մի հատ ելույթի ժամանակ ինքը ասեց մենք պետքա ծրագիր մշակենք, որ տաքսիները մտնեն ավտոբուսի կանգար, իրանք չտուգանվեն համարներով վերև։ Այդ ծրագիրը ոնց որ ես մի տարի է ուշանում է, բայց պետ-տուրքի ծրագիրը մի անգամից մշակեցին ու մտցրին, որ տաքսիներից, օնլայն տաքսիներից վերցնեն։ Բայց ինքը ասեց, ոստիկանապետը ասեց, որ պետքա ծրագիրը մշակենք, այդ փուլում ենք չգիտեմ Արմեն ջան, այն օր այդ հարցով եմ գնացել։ Ասա պրիտաքսի Եկա ցուցակ ունի դրած այդ սաղ այդ հարցերն է սաղ գրածա Դու կարում ես խոսքը ավելի ասում մոտիկանում է, քան թե մերը։ լրատվա միջոցով պատգամավորով գալու են 4 շաբթի օրը ժամը 3-ից 5-ը։ Մինչև սրան կողին չկպտեք, խեր ինչ են գաղթել, ինչքան կրվենք, ինչքան խոսանք, ինչքան հաղթվենք, ուզում ես հրապարակ թագի, ուզում ես հիմա է մի հատ է շարժվենք աղբերն է այդ Բրազիլիայի հրապարակի մոտ այսքան մարդիկ որ ժողովուրդն է տենա որ վարորդը խնդիր ունի ըստ ոնց որ ասես պահկված են ոչ մեկ չի տենում